խորքային հարցս նա է, եթե Թուրքիայի ճանապարհը բացվի, արդյոք դուք ունեք այն սեգմենտը արտադրանքների, որ ասեք օրինակ տրանսպորտային ծախսերի նվազման դեպքում ինքնարժեքում օրինակ ապրանք ունենք, որ 1 կիլոգրամը 40,000 դրամին է համարժեք, ապրանք ունենք 1 կիլոգրամը 5,000 դրամին, նկատի ունեմ դուք ունեք այդպիսի մի ցանկ, այդպիսի մի վերլուծություն հատուկ բաժին զբաղվում է, որ ապագայում ասի, որ 200 կամ 300 տիպի արտադրանք հնարավոր է առավել մրցունակ դառնա, եթե ճանապարհը բացվի, քանի կիլոմետր կկրճատվի, ինչ արագությամբ մեր մեքենաները կհասնեն, տրանսպորտային կազմակերպությունների հնարավորությունները ինչ աստիճան կօգտագործվի, այս ամեն ինչը շատ կուզեի, որ լսեի ձեր կողմից եւ հասկանանք, թե մենք էլ ինչ ունենք անելու, որտեվ ստանդարտները իհարկե դուք ամեն օր ամեն ժամ աշխատելու եք, որպեսզի բերեք, որտեվ տեխնոլոգիաներ են փոխվում, բերենք այն ստանդարտներին, որ եվրոպացիները ունեն, բայց միևնույն ժամանակ մենք պետք է մրցունակ արտադրանք ունենանք եւ մեր տրանսպորտային ծախսերի առումով, արագության առումով ապրանքի արագ հասնելու, կուզենամ այդ ձեր կարծիքը դրա մասին եւ դրանք ինչքան են, որ ապրանքներն են, որ մեր հասարակությունն էլ իմանա դրա ուղղությամբ աշխատանքներ տանի, որտեղ հնարավոր է, որ պետական մարմինները պետք է այդ հաշվարկն անեն եւ հաղորդեն, թափանցիկ լինի, որ մարդիկ հասկանան ապագայում ինչ մեծ հնարավորություններ է բացում։